Սեպտեմբեր։ Աշնանային այս ամիսն ունի իր յուրահատուկ հզոր էներգիան։ Այն ժամանակ է հաշվետվության, սեփական ուղու վերանայման եւ անսպասելի շրջադարձերի, որոնք կարող են սահմանել առաջիկա ամիսների ընթացքը։ Համարվում է, որ հենց այս ժամանակահատվածում է տիեզերքը իր բարեհաճությունը շնորհում նրանց, ովքեր պատրաստ են ընդունել իր նվերները։ Ըստ առկա դիտարկումների 2025 թվականի սեպտեմբերի վերջին տասնօրյակը իսկապես ճակատագրական կլինի 3 կենդանակերպի նշանների համար։ Նրանց համար կբացվի մի տեսակ հաջողության միջանցք, որը կհեշտացնի որոշումների կայացումը եւ հանգամանքները կզարգանան առավել բարենպաստ կերպով։ Խոյեր։ Նոր հորիզոնների եւ վստահության ժամանակ։ Խոյի նշանի տակ ծնվածների համար ամսվա վերջը խոստանում է լինել կենսունակ, զարթոնքի եւ արագ առաջշարժման ժամանակաշրջան։ Այս ժամանակի էներգիան կխթանի համարձակ գաղափարները եւ նոր ջանքերը։ Նախկինում մտածված շատ ծրագրեր գուցե երկար սպասված հանկարծ կստանան հզոր խթան։ Սա այն պահն է, երբ անցյալի ջանքերն ու մտորումները սկսում են իրական շոշափելի պտուղներ տալ։ Աստղերը հստակ շեշտադրում են կատարում բիզնեսի եւ մասնագիտական զարգացման վրա։ Կառաջանան հնարավորություններ, որոնք պետք է անմիջապես օգտագործել։ Դրանք կարող են ներառել նոր նախագծեր, հետաքրքիր համագործակցության առաջարկներ կամ երկարաժամանակ փայփայած բիզնես գաղափար, որը վերջապես կձևավորվի։ Կարևոր է պահպանել պարզ միտք եւ գործել հենվելով ձեր ինտուիցիայի եւ ներքին վստահության վրա։ Ձեր անձնական կյանքը նույնպես կազդվի։ Այս ժամանակահատվածը ջերմության եւ փոխըմբռնման ալիք է բերում սիրելիների հետ հարաբերություններում։ Միայնակ խոյերը հավանաբար նոր խոստումնալից ծանոթություններ կհաստատեն, որոնք կարող են լուրջ բանի վերածվել։ Ամուսնացած զույգերի համար սա ներդաշնակության եւ ուրախալի իրադարձությունների ժամանակ է։ Հնարավոր է կապված ընտանիքում նոր համալերման կամ համատեղ երազանքների իրականացման հետ։ Այնուամենայնիվ, չնայած ընդհանուր դրական ֆոնին, արժե ողջամիտ զգուշություն ցուցաբերել ֆինանսական հարցերում, խուսափելով ինքնաբուխ եւ կիսատ մտածված ծախսերից։ Կույսեր։ Հարաբերությունների ներդաշնակություն եւ ստեղծագործական խթան։ Կույսերի համար սեպտեմբերի վերջին օրերը կլինեն այն ժամանակահատվածը, երբ խոշոր հայտնագործություններ կկատարվեն զգացմունքների եւ որոշումների հետ շփման ոլորտում։ Աստղերը խորհուրդ են տալիս առանձնահատուկ զգայունություն եւ ուշադրություն ցուցաբերել ձեր ընտանիքի եւ ընկերների նկատմամբ։ Հենց այս ժամանակահատվածում են ամրապնդվում ընտանեկան կապերը եւ պարզ անկեղծ զրույցները օգնում են լուծել երկարատև թյուրըմբռնումները։ Ձեր շրջապատի յուրաքանչյուր մարդու արժեքը հատկապես պարզ է դառնում։ Կարևոր է խուսափել կատեգորիկությունից եւ չափազանց քննադատությունից։ Ճկունությունը եւ ուրիշների տեսակետները հասկանալու պատրաստակամությունը կապահովեն տանը խաղաղություն եւ ներդաշնակություն։ Միևնույն ժամանակ մոտենում է մասնագիտական ինքնաիրացման համար բացառիկ բարենպաստ ժամանակ։ Եթե վաղուց եք ցանկացել փոփոխություն կատարել ձեր կարիերայում, նոր աշխատանք, նոր դեր կամ համարձակ ստեղծագործական նախագիծ, հիմա կատարյալ ժամանակն է։ Այս ժամանակահատվածի էներգիան աջակցում է ուսման, հաղորդակցության եւ ոչ ավանդական մոտեցման հետ կապված ցանկացած ձեռնարկման։ Սա կարող է լինել այն ժամանակահատվածը, երբ հոբբին վերածվում է ինչ-որ ավելի բանի կամ գտնվում է մարդու տաղանդների անսպասելի կիրառումը։ Կույսերի ընդհանուր վիճակը այս ժամանակահատվածում կարող է բնութագրվել ներքին խաղաղությամբ եւ պարզությամբ։ Նրանք ավելի լավ են հասկանում իրենց իրական ցանկությունները եւ շրջապատի մարդկանց դրդապատճառները։ Այս ներդաշնակ վիճակը թույլ է տալիս նրանց կայացնել ճիշտ որոշումներ եւ զգալ այն ուղղությունը, որը պետք է ընտրեն հաջորդիվ։ Հաջողությունը նպաստում է այն ջանքերին, որոնք անկեղծ են եւ սրտանց։ Ձկներ։ Կենտրոնացեք առողջության եւ վերևից եկող աջակցության վրա։ Ձկների համար 2025 թվականի սեպտեմբերի վերջը կլինի մի ժամանակահատված, երբ առողջությունը, հանգիստը եւ ինքնախնամքը կգրավեն կենտրոնական տեղ։ Տիեզերքը նրբորեն, բայց վճռականորեն մատնանշում է շունչ քաշելու եւ ռեսուրսները համալրելու անհրաժեշտությունը։ Կարևոր է ժամանակ հատկացնել որակյալ հանգստի եւ հոգ տանել ձեր ֆիզիկական եւ հուզական բարեկեցության մասին։ Լավագույն ռազմավարությունն է իմաստուն կերպով կառավարել ձեր էներգիան, խուսափել հանգստյան օրերին աշխատելուց եւ ուշադրություն դարձնել ձեր մարմնի ազդանշաններին։ Այս ինքնախնամքը հիմք կդնի ապագայում մեծ նվաճումների մասին։ Միևնույն ժամանակ, ձեր անմիջական շրջապատի աջակցությունն ու ներգրավվածությունը կբարելավվեն։ Սիրելիների հետ հարաբերությունները կստանան հատուկ նշանակություն։ Հնարավոր է ընտանիքում տեղի ունենան ուրախալի եւ նշանակալի իրադարձություններ, որոնք կբերեն անվտանգության եւ կայունության զգացում։ Սա կարող է պայմանավորված լինել
լինել հաճելի ընտանեկան տոնակատարություններով կամ սիրելիի հետ խորը հոգևոր կապով։ Իրենց մասնագիտական կյանքում ձկները կարող են ակնկալել ոգեշնչման և ստեղծագործական վերելքի շրջան։ Կհայտնվեն գաղափարներ, որոնք կարող են արմատապես փոխել մեր մոտեցումը աշխատանքին, դարձնելով այն ավելի հետաքրքիր և արդյունավետ։ Հատկապես արժեքավոր կլինի գործընկերների, մասնավորապես թիմի կանանց աջակցությունը։ Նրանք ոչ միայն կտրամադրեն բարոյական աջակցություն, այլև կարող են դառնալ նոր հնարավորությունների դարպաս, խթանել մասնագիտական աճը և ճանաչումը, վստահությունն ու թիմի հետ բաց շփումը կտան իրենց արդյունքը։ Եզրակացություն։ Բարենպաստ փոփոխությունների ակնկալիք։ Այսպիսով, 2025 թվականի սեպտեմբերի վերջը խոստանում է լինել հատուկ ժամանակ խոյի, կույսի և ձկների համար։ Այս նշաններից յուրաքանչյուրը կունենան եզակի հնարավորություն իր կյանքը լցնելու լույսով և դրական փոփոխություններով։ Ոմանց համար հաջողությունը կարտահայտվի իրենց կարիերայում, մյուսների համար անձնական հարաբերություններում կամ ներքին հավասարակշռություն գտնելու մեջ։ Գլխավորը բաց լինելն է այս փոփոխությունների համար, վստահել ձեր զգացմունքներին և գնահատել ներդաշնակության պահերը, որոնք մեզ տալիս է տիեզերքը։ Շարժվելով առաջ ձեզ կներկայացնենք հետաքրքիր մի հոդված։ Միայնությունը առողջության համար ոչ պակաս վտանգավոր է, քան ծխելը։ Միայնության համաճարակը, որին բախվել է մարդկությունը, առողջապահության համար համաշխարհային սպառնալիք է ներկայացնում։ Հարվարդի գիտնականները պարզել են, որ միայնակ մարդիկ 8 տարով պակաս են ապրում։ Ընկերների բացակայությունն ու միայնությունը կարող են դեպրեսիվ մտքեր հրահրել, որոնք բացասաբար են անդրադառնում առողջության վրա։ Ոմանք կարծում են, որ միայնությունը պարզապես մտքի վիճակ է, որը չի ազդում մեր ինքնազգացողության վրա, սակայն այն մահացու վտանգ է պարունակում, և ճիշտն այնպես, ինչպես վիշտը, սթրեսային իրավիճակները և ծայրահեղ հույզերը նպաստում են այսպես կոչված կոտրված սրտի համախտանիշին, այնպես էլ միայնությունը հրահրում է առողջական լուրջ խանգարումներ։ Հարվարդի գիտնականներն ապացուցել են, որ կյանքի տևողության վրա ունեցած ազդեցության աստիճանով միայնությունը չի տարբերվում ծխելուց։ Ընդհանուր առմամբ այն կյանքը կրճատում է 8 տարով։ Կապ է հաստատվել սոցիալական մեկուսացման և արյան մակարդման սպիտակուցի մակարդակի միջև, որով կարելի է դատել ինսուլտի կամ ինֆարկտի ռիսկի մասին։ Միայնությունը հրահրում է ֆիբրինոգենի ցուցանիշների աճ, որը մակարդում է արյունը ուժեղ արյունահոսության կամ վնասվածքի դեպքում։ Սակայն դրա ավելցուկը կարող է հանգեցնել զարկերակային ճնշման բարձրացման և զարկերակներում բնորոշ կուտակումների առաջացման։ Հետազոտության հեղինակները գնահատել են ֆիբրինոգենի ցուցանիշները միայնակ մարդկանց և նրանց մոտ, ովքեր ունեցել են բազմաթիվ ընկերներ և հարազատներ։ Սոցիալական կապերի քանակի կրճատման հետ ֆիբրինոգենի մակարդակն աճել է։ Միայնությունը, գիտնականների խոսքով, առողջությանը վնաս է հասցնում, որը կարելի է համեմատել օրական 15 գլանակ ծխելու ազդեցության հետ։ Տղամարդկանց համար միայնությունը հատկապես տոքսիկ է, քանի որ այն վատթարացնում է նրանց ուղեղի գործառույթը։